Փողոցում առևտրով զբաղվողները այսօր էլ կառավարության առջև էին։ Ասում են քաղաքապետարանը իրենց խնդիրը չի լուծում։ Խոստացել են տաղավարներ տրամադրել, չեն տրամադրում։ Խոստացել է, որ տաղավարներ պիտի սարքենք, Սաֆարյանը, մեկ էլ Թոմասյանը։ Երեք եկան մեզ տաղավար շրջեցինք իր հետ, որ տաղավարներ պիտի հատկացնի մեզ։ Եկավ, բայց տարածքը չեն կարա, մյուս տարածքը չեն կարա, մյուս տարածքը չեն կարա։ Արգելվել է ոչ միայն մթերքի, այլև խաղալիքների, փուչիկների եւ ծաղիկների վաճառքը։ Մերը խաղալիքներ, փուչիկներ է, որ դա տարիներով եղել է, երբեք չի արգելվել, երբեք ոչ միտեղ ոչ կեղտոտվել է, դա ոչ հագուստ է, ոչ բանջարեղեն է, ոչ քիմիկատներ է, ոչ մի բան, որ մեր ոչ բնությանը, ոչ մարդկությանը վնասակար է։ Ասում եմ գնացեք մտեք հարկային դաշտ։ Ես փուչիկի համար ինչ պիտի ծախեմ, հաշվապային պիտի տամ, հարկ պիտի մուծեմ, չէ՞ պետությանը։ Ես փուչիկի համար մտնեմ հարկային դաշտ։ Ցուցարարները ասում են, իրենց եկամտի միակ աղբյուրը փողոցային առևտուրն է։ Այս մասը սոված է, բոլորը կանգնած ստեղ սոված մարդիկ են։ Նկարեք, ինչա կատարվում։ Շատերը նախ տարիքներով են, առողջական խնդիրներով են, հիվանդների տեր են, կալանավորի տեր են։ Այդ Մարությանը նստի քաղաքապետ, ես հենեմ փողոցը փուչիկ ծախեմ, որ ես կանամ տանեմ բանկես վարձը մուծեմ, բանկերը սաղ դրած է տոկոսի տակ, սաղ ոսկեղենս, քրտինքով եմ առել, այն վաղ թողել էր։ Ես այն վաղ ասել աշխատեմ Քոչայանի վախտով, Լևոնի վախտով, Սերժի վախտով, սաղ վերացավ ես դրսի առևտուրը։ Հələ տարում Մարկային վախտով ստենց խիստ չէր։ Հիմա օրգանի աշխատողները մեզի բռնում են, տանում են քաղմաս։ Ասում են գնա թուղթ տանի։ Թաղապետարից մեկն է գայս ասում է մի ամիս հետո այդ թղթերը հետ չայնելու։ Մի հանեք։ Հիմա մենք չգիտենք, ղեկավար ես մի հատ հարցի լուծում տուր, մենք աշխատենք, ապրենք մենք երկրում։ Եթե չէ մենք թողնենք այդ ուրիշ երկիր։ Գալա մաղջեցո դահակես մեզի տնից հանեն են շպրտեն դուրս։ Կառավարությունից արձագանք չեղավ։ Անահիտ Հովհաննիսյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։